Չիկագոյի Բրոդվյու ներգաղթի կենտրոնի դիմաց այսօր կրկին առավոտյան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջև։ Սա արդեն 5-րդ շաբաթն է, երբ ուրբաթ օրերին այստեղ անցկացվում են բողոքի ակցիաներ կապված ներգաղթյալների պահման պայմանների հետ։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը եւ սահմանային պահակախմբի հրամանատար Գրեգորի Բոբինոն այցելել էին կենտրոն։ Ավելի ուշ Նոեմը գործակալների հետ մասնակցել է նաեւ գործողության, որն իրականացվել է Walmart-ի մոտակայքում։ Ցույցերը, որոնք շարունակվում են սեպտեմբերից ի վեր, նոր լարվածություն են առաջացրել։ Ցուցարարները փորձում են արգելափակել մեքենաների մուտքն ու ելքը, մինչդեռ դաշնային ուժերը պարբերաբար կիրառում են արցունքաբեր գազ ու այլ հատուկ միջոցներ։ Նման բախումների ընթացքում արդեն առնվազն 5 մարդ դաշնային մեղադրանք է ստացել։ Իլինոյսի նահանգային ոստիկանությունը ուժեղացրել է վերահսկողությունը։ Փակվել են մի քանի փողոցներ, տեղադրվել են բետոնե պատնեշներ եւ սահմանվել են հատուկ գոտիներ ցույցերի համար։ Սակայն ցուցարարներից շատերը հրաժարվում են դեռևս դրանց ենթարկվել։ Նահանգային ու տեղական ուժերից կազմված միասնական հրամանատարությունը ցուցարարներին հեռու էր պահում այսօր դաշնային գործակալներից ու մեքենաներից։ Նոեմն առավոտյան նաև անակնկալ հայտնվել էր քաղաքապետարանում, ցանկանալով հանդիպել քաղաքապետ Կատրինա Թոմսոնին, բայց քաղաքապետը տեղում չի եղել։